Պարոն նախագահ, մինչև գնալը մի քանի հարցի պատասխանեք, այնպես է ստացվել, որ Փաշինյանը նախորդ տարի Արևմտյան Հայաստան եւ Արևմտյան Ադրբեջան տերմինների միջև էր հավասարության նշան դնում, հիմա այս տարի փաստացի Արևմտյան Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև բնակչության վերադարձի տեսակետից այս համատությունները ինչ են արվում եւ հաստատել հիմա օրակարգում բայց ես այնքան հերոսներ ունեմ Պարոն Սարգսյան, քաղաքական ուժերն ասում են, որ եկեղեցու դեմ այս պայքարը նաև մեր ինքնության դեմ պայքարը։ Ինչ եք կարծում, քաղաքական ընդդիմադիր ուժերը չպետք է հակապետական ընթացքի դեմ կանգնեն, թե լուր պետք է հետևեն։ Ամենայն դեպս ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը դες հետևում են կամ դրանից հաշիվ ստանում։ Այո, այդ խնդիրը կա միասնական պայքար մղելով, բայց ցավոք դեռևս չի ստացվում։ Մատուցում է որպես ես ուրիշների նման դիմադրների։ Չէ, օրինակ հանրապետական կուսակցությունը եկեղեցու դեմ արշավ է, պարոն Սարգսյան, ամեն կիրակի մի եկեղեցի գնում է պատարագիչների խումբը։ Կարող է ձեր երիթևը, չգիտեմ, հանրապետականները գնալ, որպեսզի պաշտպանություն եկեղեցու, թեկուզ հնչեցնել Կաթողիկոսյանուն, ինչպես մեկ-երկու երիտասարդներ են անում երիթևը։ Կարծեմ, թե դուք տեղյակ չեք իրադարձություններից, հենց այստեղ ես հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք վերապահել որդորով ցանկացած որդորություն։ Դա իմ հարցերի պատասխանեք Ուրեմն լավ չեք լսել։ Ասել ենք, մենք սպասում ենք խորհրդի, մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու։ Իսկ 3 առաջ օրը դրանից 4 օր առաջ, եթե դուք չեք նկատել հատկապես ձեր մի շատ մեծ երիտասարդական գաղութի գործողությունները, ապա ցավոք սրտի երևի մենք ենք մեղավոր, որ չենք ռեկլամում մեր գործողությունները։ Պարոն նախագահ, հիմա էլ Ադրբեջանից ասում են Հայաստան ԵՄ փաստաթուղթն է խանգարում խաղաղության գործընթացին։ Հետո էլ ինչ պիտի խանգարի, ասում են այդ փաստաթուղթը նշվում արցախցիների փախստականների իրավունքի մասին, ռազմագերիների մասին ու մեզ խանգարում է։ Բայց ես ինչ իմանամ, ինչ խանգարի։ Ոնց է վերաբերում այս հայտարարություններին։ Մի բան կհնարեն խանգարի, ասենք ձեր կարծիքով հիմա խաղաղություն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ, ինչ որ բան է։ Դա ասում են, էլի։ Տեսակ տեսնենք։ Գրագուտ չէ սահմային ասում են, պարոն նախագահ։ Ինչ ասես ասում են, 44 օր չեն ասում, հաղթում ենք։ Ինչ ասես ասում են, էլի։ Ասենքան իրանց ասելը չեմ կարծում, որ տենց մեծ նշանակություն պիտի ունենա, էլի։ Ես չեմ ասում իրանց ասած ինչ պետք է հակադարձել եւ այլն, բայց բոլոր դեպքերում բոլոր ասածներին չի որ պետք է հավատալ, էլի։ Պարոն նախագահ, եւ նաեւ բանակցային փաթեթի մասին ձեր մանրամասն վերլուծության անդրադառնանք, դուք ձեր շեշտադրումները արեցիք, ամեն դեպքում հակառակ կողմից պատասխանում են, դե հարց լուծողեք, մինչև 2018-ը կարող եք լուծել։ Այդ նույնն է, երբ որ ես ընդհանրապես դեռ բաներ չեմ սիրում, բայց համատություն պետք է անեմ, էլի, երբ որ կանանցից պահանջեն, որ 5 ամսում երեխա ինչու չեն ունենում, այդ մոտավորապես նույնն է։ Այսինքն հետո է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում դա պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լուծվի դրականորեն։ Իսկ ինքը այդ են, մալադեց, կարճ ժամանակում ամեն ինչը հանվեց ու լուծեց։